Բարի լույս։ Լավ եք զգում ձեզ։ Լավ, հոյակապ։ Արդեն քայլում եք հանգիս։ Կարոտել եք առաջնորդարանը գյումրեցիներին, Գյումրին։ 8 ամիս չեք եղել Սրբազան հայր Գյումրիում։ Բայց հիշում եք, չէ՞ ինչ պատվով պահեցին իրենց գյումրեցիները 7 վերքը պղծելու օրը։ Գիտենք ձեզ արգելված է խոսել, բայց մի ուղերձ գոնե կունենաք, չէ՞։ Լավ եղեք։ Դին եղեք, ամուր եղեք։ Ուրեք գնո։ Որտով նա մեքենան։ Էսո։ Հոյակապ։ Այս պրոբացիան հատուկս ես բաներ անում։ Մի խոսք ասեք գոնե ձեր հոտին։ Մելի, լավ, ամեն ինչ լավ է։ Լավ է լինելու Սրբազան հայր։ Այո, իհարկե, արդեն լավ է։ Արդեն լավ է։ Իզեր ծառայակիցներին Իմ ծառայակիցներին իրենք ճանաչում եմ ասեմ, իրենք գիտեն իրենց անելիք։ Սրբազան նորագալություն ամեն ինչի համար, ձեռքի, նշտարը տեղը, Եգուր, գունալ եգուր։ Լավ եղեք։ դուք էլ լավ եղեք։ Դուք ծեսերի մասնակցելու իրավունք ունեիք։ Իրավունք ունի պատարակներ անել։ Ոչ։ Առողջական վիճակի վերաբերյալ։ Հայրի Սահակ, ձեզ հետ խոսենք։ Ինչի։ Դե հիմա դուք եք կալանավորների հետ դուք եք աշխատում։ Բժշկ եք եկել։ Ես կարծեցի որպես կալանավոր եք նաև կարողացել այստեղ գալ։ Դե մի բառ ասեք էլի, ինձ թվում է կկարողանաք ասել, այսօր շատ կարևոր օր է։ Ձեզ համար էլ, մեզ համար էլ անսպասելի են այս զարգացումները։ Եկեք համոզենք թող խոսի այսօր։ Մի բան խոսեք էլի։ Ինչի։ Եպիսկոպոսատ ժողովով գոնե, իհարկե դա ժողով չէ այլևս, թեթև ձեռքով, գիտեմ, թեթև Նիկոլ Փաշինյանը թեթև ձեռքով դա վերածվեց ընդամենը հավաքի, բայց այդ հավաքն էր, որ կարող էր որոշել մի քանի եպիսկոպոսի ճակատագիրը, թե այդուհանդերձ ինչպես Գևորգ Սրբազանինը կարող է դա որոշվել նաև հենց Էջմիածնում։ Ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, որ դուք ամենքդ բարիք ունեք խոսքի, գիտեք չէ, որ մեծ բախտը սկսել է։ Ես ուշ կարողություն եմ մաղթում բոլորիդ, մեծ բախտ ես ժամանակահատված է։ Այսինքն մեր իրականությունը չարը չեն կարող չարիքից խոսել։ Գործածելու, արժանի կերպով դիմավորելու զուլփարությունը, գալիք է, ուղղակի չհարևանցեցի ժողովրդին։ Լավ, ուշ կարողություն ամենքիդ, խաղաղություն մեր մեծ տանը, ինչպես արդեն անդրադարձավ, Զարա ջան,
Աստված մեծ է, լավ կնի։ Սրանք ամենածանր օրերն են, թե ավելի ծանրին սպասել։ Անշուշտ աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր պատմությանը լավատեղյակ անձինք բոլորն էլ գիտեն, որ մեր կյանքի մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել։ Որքան էլ պահքի շրջան է, այս փուլում բարենորոգում անվան տակ սկսած գործընթացը ինքը հաջողություններ գրանցել է, ի վերջո եկեղեցիներ կան գրաված, որոնք այլևս հասու չեն օծյալ քահանաներին։ Չեմ կարող ասել ով ինչ է գրանցել, բայց մեր նպատակը բարին լավը գեղեցիկը առատացնելն է, եկեղեցու, եկեղեցականի եւ մենք լավահույս ենք, որ վերջ առաջ մեր մարդասիրությունը, մեր աստվածքնությունը հաջողությամբ դեպսակ։ Մինչև ընտրություններ հասարակությունը կգա, մինչև վերջ սթափության եւ իրավիճակը հստակ կգնահատի։ Բոլորս էլ ստացվենք եւ մեզանում համերաշխության, խաղաղության միջավայրը գերակայի գերակշռեք։ Ուշքարողություն ամենքիդ, շնորհակալություն։ Վերջը խոսեցի։ Ձեզ ենք շնորհակալ։ Աստծո։ Շիրակի թեմի առաջնորդը դուրս գրվեց հիվանդանոցից եւ 8 ամիս, 8.5 ամիս կալանքով մնալուց հետո, երկու վիրահատության ենթարկվելուց հետո այսօր պրոբացիայի ծառայողների հետ միասին դա փոխվեց Շիրակի առաջնորդարան եւ նա տնային կալանքը կանցկացնի Շիրակի առաջնորդարանում, թեմի առաջնորդարանում։ Նրան խոսել արգելված էր, միայն ուժ, կորով ու կամք մաղթեց բոլորիս։ Բարև ձեզ։